Ողջույն սիրելի հայրենակիցներ, այս պահին մենք գտնվում ենք Մարմարաշեն գյուղում, եկել ենք ծանոթանալու գյուղում ընթացող ոռոգման ցանցի վերակառուցմանը։ Նախ սկսենք, երբ են սկսվել աշխատանքները արդեն։ Աշխատանքները վերսկսել են ապրիլի 12-ից, նախատեսվում մինչև տարեվերջ աշխատանքների ավարտը։ 5 գյուղերում է, կոնկրետ հիմա մենք գտնվում ենք Մարմարաշեն գյուղում, ստեղ 7-2 կիլոմետր մայր կանալից գիծը գալու է Բաշխվի ընդհանուր արտերով։ Արսեն, նշեցիք, որ վերակառուցումից հետո բավականին լուրջ հարցեր կլուծվեն, այո, ես կուզենայի այդ մասին մի քիչ ավելի մանրամասն խոսեինք։ Ջուրը առանց կորուստի արդեն կհասնի օգտագործողներին, գյուղացիներին կարող են արդեն օգտվել լիարժեք, մինչև այդ ինքը վթարային վիճակում է եղել, չեն կարողացել լիարժեք օգտվեն, ջուրը կորուստներով է եղել, մինչև հասել է գյուղացիներին արդեն կորուստը շատ է եղել, էլի կարճ ասած։ Շինարարական աշխատանքների որ փուլում ենք այս պահին։ Հիմնականում հիմա արտադրություն ունենք, բետոնի հենապատերը թափում ենք տեղում, մեր արտադրությունն է, դրանից հետո էլերները ներկրում ենք, բերում ենք, տեղադրում ենք, այսինքն արտադրողից ձեռք ենք բերում էլերները։ Այդ է մեր աշխատանքը։ Հիմա մի քանի փողոցներ, վերջի հիմնական գյուղ հասնող փողոցները ավարտված վիճակում են, կոսմետիկ աշխատանքներն է մնացել անելու, զուգահեռ աշխատանքները տանում ենք առաջ։ Աշխատանքների մոտավորապես 15-20%-ը արված է։ Կառուցապատողի հավաստմամբ մինչև տարեվերջ կավարտվեն շինարարական աշխատանքները եւ վերոնշյալ համայնքների հողօգտագործողները կարող են օգտվել ժամանակակից ոռոգման ցանցից։ Մարմարաշեն գյուղի ջրանցքի հարևանությամբ չէի կարող չնկատել իմ գործընկերոջ լրագրող Նելսոն Ավանեսյանին, ով արդեն մի քանի ամիս է զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Ոռոգման համակարգի ներկայիս այս ամխիթար վիճակը տարիներ շարունակ դժվարություններ հանդիսանում գյուղի հողօգտագործողների համար։ Ես այդ մասին արդեն տեղյակ եմ, որովհետև 2 ամսից ավելի այստեղ աշխատում եմ եւ անընդհատ շփման մեջ եմ գյուղի աշխատավոր մարդկանց հետ։ Շատ բարի եւ հոգատար մարդիկ են, անընդհատ նրանք ինձ իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցելու որպես արցախցի, որպես բռնատեղահանված հայի։ Շատ գոհ եմ ամեն ինչից, այս մարդկանցից, այս գյուղից, այս հողից։ Տեսնենք, թե այս տարի այս հողը ինչ բարիքներ կտա։ Ես հուսով եմ, որ այնպիսի բարիք կտա, որ իմ այս փորձը, որը առաջինն է, այստեղ ընդօրինակելի կլինի շատերի համար։